Բարև ձեզ, ես Արտեմ եմ Վիրաբյան, Փարաքար համայնքի Թայրո բնակավայրի վարչական ղեկավարն եմ, այս պահին հանդիսանում եմ նաև ավականու թեկնածու, ուրեմն մեր նկարումը սկսենք Պտկուն գյուղից, Փարաքար համայնքի Պտկուն գյուղի դպրոցից, դպրոցը կառուցվել է, բացվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, կառավարության աջակցությամբ, ինչպես նաև Վայսյական բանկի և Զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Մինչ այս դպրոցի տեղում 40-ականների կառուցված մի կիսախալխուր շինություններ, որտեղ սովորելը նույնիսկ ամոթ էր համարվում։ Այսօր ունենք այսպիսի հրաշալի դպրոց, Տիգրան անվան դպրոցն է։ Խնդրեմ կարող ենք նկարահանումները շարունակել նաև ներսում։ Դպրոցը կառուցված է շատ հարմար, լուսավոր, որը ազդում է կրթության որակի վրա։ Դպրոցի ճարտարապետական դիրքը, լուսավորությունը, տեխնիկան, ամեն ինչը հագեցված է։ Դպրոցը զինված է ժամանակից տեխնիկայով, որպեսզի երեխաները ստանան համապատասխան կրթություն։ Բոլորս էլ գիտենք, որ կրթությունը ցանկացած հասարակության լավագույն հիմքն է համարվում։ Լավ կրթություն, լավ ապագա կունենանք։ Այս գաղափարով շարժվելով պետությունը ամեն ինչ անում է կրթությունը բարձր որակի մակարդակի հասցնելու համար։ Դպրոցում ունենք լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ։ Երեխաները դպրոցի տարածքում գտնվելով օգտվել ամեն ինչից, ինչը պետք է իրենց կրթություն ստանալու համար։ Նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար է ապահովված ամեն ինչով, վերելակով։ Ներառական կրթությունը այստեղ նույնպես կա։ Ստեղծված է ամեն պայման, նորից եմ ասում, դպրոցում որակյալ կրթություն ստեղծելու համար։ Բարև ձեզ։ Նորից շարունակենք Պտկուն գյուղից նախկին ռեպորտաժի շարունակությունը։ Ինչպես ներկայացրի, դպրոցը կառուցվել է, դպրոցի հետ համատեղ նաև կառուցվել է այս ճանապարհը, որը դպրոց տանող հիմնական ճանապարհն է, գլխավոր ճանապարհն է։ Մինչ այս ճանապարհը գրեթե գոյություն չուներ, երեխաները հաճախում էին դպրոց, հերիք չէ դպրոցը մի հատ ավիրված անմխիթար դպրոց է, մի հատ ճանապարհն անմխիթար։ Երեխաները դպրոց են հաճախում ցեխոտ ավիրված փողոցներով, մեքենաները կայանալու նորմալ տեղ չունեն։ Այսօր ունենք մայթ առանձնացած մայթ դպրոցի երեխաների մուտքը անվտանգ է դեպի դպրոց։ Սա կառավարության կողմից կառուցվեց ճանապարհը, Սուլվեցիայով կառավարության կողմից։ Լուսավորության համակարգը տեղադրված է, լուսավորված գեղեցիկ փողոց։ Ճանապարհաշինությունը ոչ միայն պետք էր համայնքի կոնկրետ Պտկուն գյուղին եւ դպրոցին, ընդհանրապես ճանապարհաշինությունը կարևոր կառույց է համարվում, կարևոր գործ է համարվում, ինքը տնտեսական առումով մեծ առաջընթաց է բերում։ Կարելի ասել երակներն է սա տնտեսության ճանապարհաշինությունը։ Եվ այսօր մենք համայնքում ունենք մեծ ճանապարհաշինական ծրագրեր, ունենք արասներ, ունենք նախատեսվածներ։ Եվ մեր ռեպորտաժը սկսեցինք Պտկուն գյուղի դպրոցի ճանապարհից, կշարունակենք մյուս բնակավայրերի ճանապարհները։ Կրկին Արամավիրի մարզի Փարաքար համայնքում ենք։ Այս պահին Թայրո գյուղի Դեմիրճան թաղամասում ենք։ Դեմիրճան թաղամասում է գտնվում, կարելի ասել, Հայաստանի տնտեսական կարևոր ճանապարհներից մեկը։ Զվարթնոց օդանավակայանի Բեռնային համալիր տանող ճանապարհն է, որը կառուցվեց կառավարության միջոցներով։ Մինչ այս ճանապարհը 80-ականների կառուցված ճանապարհներ, քանդած, ավիրված ու որպես տնտեսական ճանապարհ ամոթալի էր վիճակում ճանապարհ ունենալը։ Ճանապարհը կառուցվել է, ինչպես նշեցի, կառավարության կողմից։ Գյուղի գերեզման տանող ճանապարհն է, դրա համար համայնքի համար կարևոր նաև։ Ճանապարհը մոտ 2 կիլոմետր է։ Սկսում է M5 մայրուղուց Մայրաքաղաքային փողոցից, վերջանում մինչև Բեռնային այրոպորտ տանող ճանապարհը։ Այստեղ ունենք մի խնդիր, վնասված կոյուղագիծ։ Կոյուղագիծը նորոգելու համար ամեն ինչ պատրաստ էր, մնացել էր թղթաբանություն եւ այլ։ Խանգարող հանգամանքների պատճառով չկայացավ նախագիծը, բայց առաջիկայում ես խոստանում եմ, սա կառուցվելու է։ Այս գեղեցիկ ճանապարհին համապատասխան ունենալու են գեղեցիկ տարածք նորմալ կոյուղագծով եւ բնակիչներին ում անհանգստություն պատճառում ենք, ներողություն ենք խնդրում, սա մեր մեղքը չի եղել, մենք փորձում ենք շտկենք հարցը։ Բարև ձեզ։ Կրկին Արամավիրի մարզի Փարաքար համայնքում ենք։ Փարաքար գյուղի փողոցներից մեկը, որը վերջերս տուֆա սալապատվել է,
Ճանապարհը կառուցվել է համայնք կառավարություն համագործության արդյունքում սուբվենցիոն ծրագրերով։ Նման փողոցներ ունենք համայնքի այլ բնակավայրերում եւս Բաղրամյան գյուղում, Փարական եւս մեկ փողոց կան։ Գեղեցիկ հարմար փողոցներ, տուֆապատ ճանապարհները մանավանդ գյուղական բնակավայրերում ավելի արդյունավետ են, նախ սա ավելի երկար է դիմանում։ Տակ եթե ինչ-որ կոմունիկացիա վնասվում է, ոչ թե ասֆալտն են քանդում, ամբողջ վիճակը վնասում, այդ մի քանի քար հանում են աշխատանքների կատարում, նորից դեղադրում։ Նաև սրա առավելությունից մեկը այն է, ինքը ձյունը շուտ հալվում է, չի սառում, սառելու հատկություն չունի։ Արագ մեքենաները, խնդրեմ, արագ տեղով չեն կանում գնան, խանգարում արագ ընթաց մեքենաների համար, որը կարևոր է, բնական մեկ տները մոտիկ են, վտանգավոր է, շատ հաճախ դառնում արագ ընթաց ճանապարհները։ Անվտանգության առումով եւ գեղագիտական առումով սա առավելություն ունի ասֆալտի համեմատ։ Նորից բարև ձեզ։ Կրկին Փարաքար համայնքում ենք Արմավիրի մարզ։ Այժմ գտնվում ենք Փարաքարի մշակութային տարածքում։ Կուզեի խոսել այս քանդակների մասին։ Համայնքը մշակութային կյանքի նույնպես լավ տեղ է տալիս։ Սա վառապացույցն է։ Հայ-իտալական համագործակցության արդյունքում Իտալիայի քաղաքից այս քարերը հայտնվեցին Փարաքարում եւ մի խումբ քանդակագործների կողմից ստեղծվեցին այս հրաշք կոթողները։ Քանդակների մասնակցում էին հայեր, իտալացիներ, լեհ, ռուս, բելարուս, հնդիկ եւ իրանցի քանդակագործներ։ Սա նվեր մնաց մեր համայնքին։ Խորագիրը խաղաղությունն էր, Արա Սարգսյանի հիշատակին քանդակագործ։ Սա կմնա համայնքում միշտ եւ կհիշենք, որ Փարաքար համայնքը ունեցել է նման մշակութային ձեռքբերում։ Մշակույթն ու արվեստը լավագույնն է, ինչ ստեղծել է մարդը։ Լավագույնն է պատերազմից խուսափելու համար։ Արվեստ թելադրելով մենք կրթում ենք ոչ միայն մեզ, այլ նաև մեր հարևաններին։ Իրանք ինչքան էլ փորձեն ավիրեն, քանդեն, մենք պետք է ստեղծենք նորը, ցույց տանք, որ մենք ուժեղ ենք մեր մշակույթով, մեր արվեստով։ Արվեստը ամենաուժեղ զենքն է։ Մենք նորից Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ենք, ավելի կոնկրետ պատմենք գյուղում եւ այս ռեպորտաժը սկսենք խաղաղապարակից պատմում գյուղում եւ ոչ միայն պատմում Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում ունենք նմանատիպ փոքրիկ խաղաղապարակներ, համայնքը ուշադրություն է դարձնում ոչ միայն կրթության, նաեւ երեխաների ակտիվ հանգստին։ Խաղաղապարակը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչու՞ չէ նաեւ մեծահասակների համար նախատեսված տաղավարներով, լուսավոր, գեղեցիկ։ Ոք այս պահին ձմեռային սեզոնին է եկել ձյուն, երեխաների հաճախելիությունը քիչ է լինում, գեղեցիկ կանաչապատ այգի հարակից։ Նմանատիպ տարածքներ կառուցելը համայնքի համար կարևոր է, քանի որ երեխաները նախ կտրում ենք փողոցից, ինչու՞ չէ նաև on-line շփումներից, որտեղ երեխաները կարելի ասել կտրվել են իրականությունից, հնարավորություն է ստեղծում ոչ միայն հանգստանալ, զվարճանալ, այլ մարզվելու հնարավորություն, մեծերին հանդիպման, շփման տարածք է տրամադրում։ Նմանատիպ կառույցները ցավոք սրտի նոր ենք սկսել կառուցել, վերջին 6 տարիներին է սկսել պետությունը ուշադրություն դարձնել, որը ցավալի է։ Սա պետության համար պետք է լիներ առաջնային ծրագրերից մեկը։ Պետք է անել վաղուց, ոչ թե վերջին 6 տարիների ընթացքում։ Մարզում Փարաքար համայնքում ենք, ավելի կոնկրետ արդեն Փարաքար գյուղում։ Փարաքար գյուղի դպրոցն է, որը վերջերս է բացվել։ Նորից նույն ծրագրով, ինչպես Պտղունքի դպրոցներ կառուցվեց, ստեղ էր նախկինում հին դպրոցներ խարխուլ ավիրված։ Զորոյից կառուցեցինք դպրոցը նույն գրեթե նույն նախագծերն են, նորից լուսավոր, տեխնիկապես զինված, երեխաների համար ստեղծված է ամեն պայման կրթություն ստանալու համար։ Շարունակում ենք մեր տեսանյութը Փարաքար համայնքի Փարաքար գյուղի դպրոցից։ Այժմ գտնվում ենք դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում։ Լաբորատորիան հագեցած է ժամանակից տեխնիկայով։ Աշակերտները կարողանում են այստեղ փորձեր կատարել դասերի ժամանակ։ Մանկավարժներից գրեթե բոլորը ասում են, որ նման վերազինում իրանք չեն տեսել։ Տեխնիկապես զինված է, երեխաները կարող են օգտվել, ինչպես ասացի, լաբորատորիայի փորձանմուշներից։
Եվ սա խթանում է ավելի լավ գիտելիք ստանալ տեսական եւ գործնական առումով։ Շարունակում ենք մեր եթերը Արմավիրի մարզի Փարաքան համայնքում։ Այժմ գտնվում ենք Փարաքան գյուղի նախկին բոլորիս հայտնի ութամյա դպրոցի տարածքում։ Այժմ այստեղ կառուցվում է քոլեջ, Պորսահայ, Այդա եւ Նշան Գարայանների հովանավորությամբ կառուցվող իրենց հիմնադրամի կողմից կառուցվող արվեստների եւ տեխնոլոգիաների քոլեջ։ Այս քոլեջում ուսանելու են 9-րդ դասանից 10, 11, 17-րդ դասանի աշակերտներ, հետագակրթություն ստանում մասնագիտական։ Դպրոցի բացումը շուտով կլինի, մնացել է մի քանի մանր կոսմետիկ աշխատանքներ, որը հիմա կատարվում է։ Շուտով կունենանք նոր քոլեջ համայնքում, նորից ուշադրություն դարձնում ենք կրթությանը, սերունդների դաստիարակությանը։ Սա եւս մեկ օրինակ է։ Շենքը երկհարկանի է, հավելյալ նկուղ ունի, որը կծառայի որպես լաբորատորիա փորձեր կատարելու համար ուսանողների համար։ Տանիքը հարթ է, որտեղ ուսանողները իրենց հանգստի տեղ կունենան, ժամանց անցկացնելու տեղ, գեղեցիկ տեսանյութ բացում տանիքից։ Դպրոցի ամեն մի անկյունը մաքսիմալ օգտագործվելու է կրթությունը զարգացնելու համար։ Բարև ձեզ, այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պերշպրոշյանի անվան հիմնական դպրոցում։ Ուզում եմ ներկայացնել այս դպրոցում նոր հիմնված նախակրթարանը, ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի եւ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հիմնվել է այս դպրոցում նախակրթարան 50 տեղ հզորությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 15 միլիոն դրամ է, որից 5 միլիոնը ներդրել է համայնքը։ Ամբողջությամբ կահավորվել է, վերանորոգվել է այս տարածքը, հիմնվել է նախակրթարանը։ Նշեմ, որ այս ծրագրի շրջանակներում մարզում 8 նախակրթարան է հիմնվել։ Ընդհանուր ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում 8 նախակրթարաններ են հիմնվել։ Ծրագրի արժեքը 73 միլիոն դրամ է, որից 25 միլիոնը ներդրել են համայնքները։ Նախակրթարան հաճախում են 4-ից 5 տարեկան երեխաները։ Այստեղ սերտում են ԿԳՄՍ նախարարության կողմից ներդրված համապատասխան նախադպրոցական կրթական ծրագիրը եւ ինչու՞ չէ նաեւ օգտվում են տաք սնունդ ծրագրից։ Չափազանց կարևոր եմ համարում, որ մեր փոքրիկները կարողանան այսպիսի լուսավոր, գեղեցիկ, լավ կահավորված, լավ պայմաններում իրենց նախադպրոցական կրթությունը սերտեն։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ուջանի Զորաբար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում։ Ուզում եմ ներկայացնել ձեզ ինչ է կատարվել, ինչ աշխատանքներ են արվել վերջի տարիներին դպրոցում։ Ամենախոշոր ծրագիրը, որ իրականացվել է դպրոցում, կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում դպրոցի ջեռուցման համակարգը ամբողջությամբ անցկացվել է։ Մինչ այդ դպրոցի ջեռուցման համակարգը հոսանքով էր, էլեկտրական սալիկներով էր, միջանցքները առհասարակ չէր ջեռուցվում եւ երեխաները, ուսուցիչները վերարկուներով էին ծմռան ամիսներին միջանցքներում, այլ կերպ հնարավոր չէր։ Կառավարության հրատապ ծրագրի շրջանակում շուրջ 40 միլիոն դրամ է հատկացվել, տեղադրվել է 10 նոր կաթսաններ եւ շուրջ 2000 մարտկոց է անցկացվել դպրոցի մի քանի կորպուսներում։ Այժմ, ինչպես տեսնում եք, մարտկոցները եւ կաթսանները տեղադրված են եւ ջեռուցման համակարգը, ջեռուցման հարցը ամբողջությամբ դպրոցում լուծված է եւ երեխաները եւ ուսուցիչները այլևս ոչ միջանցքներում, ոչ դասասենյակներում կարիք չունեն վերարկուներով նստել դասի կամ առհասարակ դպրոցում գտնվել, որովհետև այժմ ջեռուցման մակարդակը, ջերմաստիճանի մակարդակը բավարարից էլ մի բան էլ լավ է։ Այժմ մենք գտնվում ենք Աշտարակի Պերշպրոշյանի անվան հիմնական դպրոցում։ Ես ուզում եմ ձեզ ցուցադրել, այստեղ 5 բնագիտական առարկաների լաբորատորիաներ են հիմնվել եւ այսպիսի լաբորատորիաներ 2024 թվականի ընթացքում հիմնվել են Արագածոտնի մարզի շուրջ 61 դպրոցներում։ Ինչպես տեսնում եք, սա աշխարհագրության լաբորատորիան է, ամբողջությամբ կահավորված նոր գույքով, նոր դիդակտիկ նյութերով, քարտեզներով, համապատասխան կրթական բոլոր նյութերը ստացված են եւ այստեղ արդեն երեխաները կարող են իրենց աշխարհագրության դասերը
ավելի լավ որակով անցկացնել, որովհետև ցանկացած նյութ, որը որ իրենց անհրաժեշտ է, այստեղ կա եւ ցանկացած քարտեզ կա ու ամենակարևորը, որ այդ քարտեզները եւ նյութերը ամբողջությամբ նոր են։ Այսպիսի 5 բնագիտական առարկաների լաբորատորիաներ է հիմնված աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ ՏՀՏ-ի։ Հիմա մենք մյուս լաբորատորիաները ձեզ ցույց կտանք, բոլոր լաբորատոր կաբինետները նորոգված են մարզպետի աշխատակազմի կողմից եւ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ծիգի կողմից նյութերը, սարքավորումները տրամադրված են եւ արդեն ծառայում են մեր երեխաներին։ Եվ միանշանակ ուզում եմ նշել, որ այս նոր լաբորատորիաները, որոնք հիմնվել են մեր 61 դպրոցներում, բարձրացնելու են կրթության որակը եւ երեխաները իրենց կրթություն իրականացնելու են իրենց դասերի ժամանակ լաբորատորիաներում անցկացնելիս կարողանալու են լաբորատոր նյութերով օգտվելով լաբորատոր նյութերից լաբորատոր փորձեր իրականացնելով ավելի լավ սերտել տեսական նյութը, քան նախկինում հնարավոր է։ Նախկինում այսպիսի լաբորատորիաներ ուղղակի չկար, իսկ այժմ 61 դպրոցներում նոր կահավորված 5 լաբորատորիաներ կան։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքում։ Ուզում եմ ներկայացնել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում աշտարակ քաղաքում եւ համայնքի մի քանի բնակավայրերում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել տուֆ քարի սալիկապատման եղանակով։ Այսպիսի ճանապարհները, որոնք որ զառիթափ են, ավելի նպատակահարմար է տուֆ քարով սալիկապատման եղանակով հիմնանորոգել, որովհետև ինչպես կյանքը ցույց է տալիս, անձրևաջրերը, սողանցքները ավելի դժվար են քայքայում եւ այսպիսի ճանապարհներ ավելի երկար են ծառայում մեր բնակիչներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 265 միլիոն դրամ է եւ ընդհանուր մի քանի բնակավայրում տուֆ քարի սալիկապատման եղանակով հիմնանորոգվել են շուրջ 4 կիլոմետր ճանապարհ։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Փարպի գյուղում։ Ես ուզում ձեզ ներկայացնեմ այս եկեղեցին, Փարպի ծիրանավոր եկեղեցին 5-րդ դար թվագրմամբ պետական բյուջեից շուրջ 300 միլիոն դրամ է հատկացվել եկեղեցու ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար։ Ինչպես տեսնում եք, արդեն աշխատանքների շուրջ 50%-ը իրականացվել է եւ չափազանց կարեւոր եմ համարում, որ մեր բոլոր պատմամշակութային կոթողները կարողանանք մեծ ուշադրություն դարձնենք եւ ի պատիվ կառավարության այդ մեծ ուշադրությունը դարձվում է եւ ամրակայվում են եւ վերականգնում են այս գեղեցիկ հնադայրյա մեր եկեղեցիները, ամրոցները եւ չափազանց կարեւոր են նաեւ այս ամրակայման աշխատանքները, որովհետեւ նրանք կլինեն ավելի կանգուն եւ հարատև եւ կփոխանցվեն սերնդե սերունդ։